Ինչպես սիրելի են քու բնակարանները, ով զորացներ։ Ջջուղու գնալ դուն կդավ, իր ձիձերնագը իրեն պույն, իր ծակերը տնելու համար։ Քու սեղաներուտ քո ով զորացներ, իմ տակավորս ու ասվածս։ Երանի անոնց խորհուրդանը մեջ կդարին, անոն անդակար կերից վիդեորդները։ Երանի այն մարդոց, որոնց զորությունը քեզմե է, ու իրենց սրդին մեջ տանը ճամփաները կան։ Արտասված հովիտեն անցնելով, աղբյուրի պես կներ զավիկար, առաջին անցել գալով ուզով պիծացի զավիկար։ Անոնք զորութենե զորություն գերտան, մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև երևնան։ Ով է զորած Աստված, լսել իմ աղոթքս, առաջնան ով մաղոթի է Աստված։ Ով մեր վահանը ասված, դես ու քո օձյալի երեսը նայե։ Վասնի զորավելու մեջ եկ մեր հորավաճարեն ապերել, ավելի դրեցի մասնասուսանը չենի վրա կենա, քան թե ամբարված անվերի մեջ բնակի։ Քանզի դեր ասված, արև ու վահան է, դերը շնորհ ու փառք պիտի դա, փառությունը պիտի չի բացեցնե, ուղղությամբ կարողներեն։ Ով զորացել, հրամի է քեզին սասկացում Մարդը։ Աղոթենք Հակոբի Աստծուն։ Փառք ենք տալիս քեզ Տեր, մեր զորավոր Հայր Աստված։ Քեզ կոչել մեր Պապան, մեր Ստեղծիչը։ Շնորհակալ ենք, որ ողորմում ես մեզ Տեր։ Շնորհակալ ենք, որ արձակում ես քո շնորհքդ մեր կյանքի վրա։ Անարժանի ենք Տեր իմ փրկիչ, բայց դու շարունակ ու շարունակ քո մեծ ձեռքերով վերցնում ես մեզ քո գիրկդ, գրկում ես մեզ Տեր իմ փրկիչ, համբիրում ես մեր ճակատներին եւ մեր ամբողջ էությամբ մենք զգում ենք քո ներկայությունը, քո խաղաղությունը, քո սերը։ Օրը օր ավելի ու ավելի քեզ նման ենք Տեր իմ Աստված։ Ներիր մեր մեղքերը, ներիր մեր տկարությունները ու ավելի մեզ զորացրու, որ քայլենք քո ճշմարիտ ճանապարհով Տեր։ Քեզ փառք ու պատիվ բերեմ։ Շնորհակալ եմ քո տանոթ համար Տեր, որ այսօր եկեղեցին հավաքվել է քեզ փառաբանելու, երկրպագելու, երգեր բարձրացնելու, քաղցր բուրմունք թողնելու քեզ համար Տեր։ Եվ այսօր պատիվ տան քեզ Տեր, քո խոսքը լսելով եւ ոչ միայն լսողներ լինենք, այլ քո խոսքը կատարողներ լինենք։ Քայլ առ քայլ Տեր իմ Աստված, մեր ամեն օրը փորձեր կան մեր ճանապարհներին, հաղթահարենք քո զորությամբ, հաղթահարենք եւ քո խոսքը տարածելով առաջնորդվենք եւ մեր կյանքը Տեր իմ Աստված, թող պատղամի լինի քո թագավորության մեջ, արժանի լինենք, որ կոչվենք քո զավակը։ Եվ այսօր Տեր, հանձնում ենք այս պաշտամունքը քո ձեռքի մեջ, խնդրելով քո օրհնությունդ, խնդրելով քո բժշկությունդ, խնդրելով քո ներկայությունդ մեր մեջ։ Եվ այն ծրարը Տեր իմ Աստված, որ ունենք տրված եւ եղբայրները, քույրերս բերում են իրենց աղոթները գրված, դնում այն ծրարի մեջ, բարձրացնում են Տեր իմ Աստված, այդ բոլոր աղոթները վերելով քո ոտքերին եւ խնդրելով քո մեկ հպումը, որը բավարար է բոլորովին, կատարյալ է Տեր իմ փրկիչս։ Բարձրացնում ենք մեր հայրենիքը, խնդրելով շարունակ ու շարունակ քո խաղաղությունը մեր սահմաններին եւ նոր ընտրությունները ամեն ինչ վերջացավ Տեր իմ Աստված, թող մեր հայրենիքն բարգավաճի ոգևորապես։ Թող կողքի բոլոր երկրներ նայեն եւ տեսնեն այդ վառվող կրակը, որ դու ես Տեր իմ Աստված։ Փառք ու պատիվ քեզ ենք տալիս եւ քո ներկայությունը վայելելով այսօր քո տանիք մեջ եղբայրներով եւ քույրերով մեկս մյուսին քաջալերենք, մեկս մյուսին մխիթարենք, մեկս մյուսի համար աղոթենք եւ փառք ու պատիվ քեզ տանք Տեր Հիսուս Քրիստոսի
թագավոր անով։ Ամեն։ Հարիլույս, ինչպես եք, արկ աստծո, եկեք միասին, Տերը պաշտենք և ալելույաներ բարձրացնենք, փառք տանք մեր հորը զորավոր ձայնով, փառք գործերով։ Եկեք միասին Տեր պաշտենք, ալելույաներ բարձրացնենք, եկեք և փառքնենք զորավոր ձայնով, շարունակենք ամեն մեծ է հավատարմություն, ով Հայր Աստված մեծ։ Ինչ գեղեցիկ երգ է այս երգը, բոլոր երգերն են գեղեցիկ եւ անուշ։ Սակայն երբ որ հիշում ենք Տերը ինչ մեծ հավատարմությամբ մեզի թե փրկեց, թե առաջնորդում է, թե մեզի հետ է եւ միայն մեր աչքերը ինչպես կարդացինք իրեն վրա դնելով հաղթականների քայլեր։ Մեծ է հավատարմություն, ով Հայր Աստված մեր, չունիս մեր
Երկյանքի ծոմու վրա փոթորկահույս, խորից թե այլևս մարած են ամեն լույս, թվե միառմի օրհնություններ, որ տեսնես, ինչ է լրած է, էստեղ, այո, ինչ է լրած է մեզի, գրված էր այսպես, անգլերենով իհարկե, բայց կթարգմանեմ, երբ որ քեզ կգտնես ծովի հատակը ճնշումների տակ, հիշի, որ քո փրկիչը կարող է քայլել ջրի վրայով։ Ամեն։ Եվ Տերը միշտ իր ձեռքը մեկնում է մեզ, այնպես չէ, կարող ենք քայլել, չէ։ Ամեն միշտ։ Զիս վառե հոգով Տեր, բոլորս այս կրակի կարիք ունենք սիրելիներ, եւ ոչ թե մեր համար այլ նաեւ տարածելու Աստծո խոսքը եւ Տերոջը սերը փոխանցելու շատ ամահ հոգիներին, որպեսզի թե մեր գործը ինչ որ Տերը մեզ տվեց, որ գնանք, կատարենք այդ պատվերը, կատարած հնազանդ լինենք եւ նաեւ ավելի շատ ժողովուրդ, ավելի շատ հոգիներ կրկնեն Տերոջը։ Baba
Lottie Luis. Okay, so for today's reading, I chose Matthew 5 verses 13 through 16, and it's about salt and light. So, Ahi Masa, Uduisi Masa. That's the only thing I know how to say in Armenian. So the verse says, "You are the salt of the earth, but if the salt loses its saltiness, how can it be made salty again? It is no longer good for anything except to be thrown out and trampled underfoot. You are the light of the world. A town built on a hill cannot be hidden. Neither do people light a lamp and put it under a bowl. Instead, they put it on its stand and gives light to everyone in the house. In the same way, let your light shine before others, that they may see your good deeds and glorify your Father in heaven." So then I broke down what salt means, and I said that it preserves things from spoiling. Jesus calls us to preserve God's truth in the world. We do this through our actions, values, and the way we live. As Christians, we remain faithful of God's word and not allow it to be corrupted. And then I broke down what light means, and I said that the light reveals what is true and helps people find their way to God. Jesus says that we are the light of this world. By living according to God's teachings, we reflect God's light to others. Our lives should point people toward Him and lead as example, especially during the times we're living now. I'm going to ask Sako and Mike to come collect the offerings. Dear God, thank you for everything you've done. Thank you that we've all gathered here. I pray for each one in this room. I pray you bless these offerings, and I pray that whatever Pastor Nerses preaches today, that we can apply it in our lives. In Jesus' name I pray, amen. Բարելուս բոլորին, նայեմ, որ մեկը անձանում մեկը չեմ տեսնալ, բայց մանուշակույրը կտեսնամ, որ Հայաստան գնաց, Սակրամենտո գնաց, կրետ աշխարհին կեսը մտեցավ, չեմ գիտեր դուն մեզի կարոնցալ, բայց մենք քեզի շատ կարոնցալ, տեղը, ատորը միշտ բարաբեր, բարի ես եկած, ինչ հիվանդություն ունեցավ, բայց Տերը իրեն առողջ է և հոս է, Փառք Աստծո, բոլորը դա բարի եք եկած։ Դերը գամի, հայդարարությունս չրած այս առավոտ պերսնա եկեցին էի, ոնդեղը ինեն մինչև դասը մնացած մասնակցին և վերջողոսկու կան։ Բատվելին, բաճե եղբայրը եկավ և սա մասնավորապես եկեղեցին իմ բարևներս վրի։ Խոստացա, ասի ոքե, բարև ունի, դերորդ ծեզի համար գաղոտ է և ընդունեցեք իմ բարևները։ Դերը գամի կալ գիրագի մայրերու օր չէ, հայրերու օր է, հայրերուն բադի բրեք և եկեղեցի բրեք, եթե չեն կար եկեղեցի բրեք,
եթե գուկան, զին, գիտեք, աստու խոսքը գսվել, բադվե, ու հայրը, ու մայրը։ Չսեր, որ բադվերդ ու հայրդ ու մայրդ, եթե ծեր ամեն ուզազները լինեն։ Բադվե ու հայրդ ու մայրդ, քանի որ դերն է դրախում։ Շան անգամ գիտեք, որ մեր հայրերը մեզի խիստ կլան, մեր ուզածը չլներ, մեր մայրերը միշտ կգրտեն մեզի, շան անգամ գիտես, որ կմեզնանք, գրտությունը երբեմներ մեր հաշիվին չի կար։ Ես անցեր եմ անում մեջ։ Բայց Աստծո խոսքը գսե բադվեր։ Ինչու համար? Որ աս եվի մեջ, որ գաբրինք, մեզի օգուդել։ Մեզի օգուդել։ Դե գեսը ուզես օգուդել ունենալ, բադվենք ու հայրում այրդ։ Եվ կար գերագի պիտի բադվենք մեր հայրերը, գեցերներս, և նաև որոնք, որ աս ամարը ու կահարտեն, ճադեր պիտի ճամփորդեն, կահոտենք, որ ասված իրենց հետըլա և իրենց առաջնորդ է և եթե ուրախանալու կամ հանգստանալու իրենց ասված հանգստություն դա և պաշտպանը և վերադարձնելու։ Ամեն։ Անգլերեն երբ նույն, չէ՞։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը։ Միայն այդքանը մենք մտի բերելով հիշենք, որ մեր ամեն բանի ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը Տեր Հիսուս է, և Տեր Հիսուսով կարող ենք ամեն հարցի շուրջ գնալ և օրհնությունները վայելել, անգլերեն եկենք լայնը։ Show
Շատ կարևոր հայտարարություն մորցա։ Ինչ կխորի։ Ինչն է որ մորցա ես։ Մեկը միտքս չի կարդա։ Ամսուն 28-ին կարգիրագի չէ, չորդող գիրագի, մեր աշակերտները, որոնք շրջանավարտ եղան այս տարի, պիտի պատվեն սիրեն։ Որոնք որ վստահ են, որ եկեղեցի մեջ շրջանավարտ կա, ով ավարտեց իր դասարանը այս տարի։ Թորնիկը, քանիորդ դասարան։ Երկուստան, 5-րդ հասարանները վերջացան։ Երկու հատ ոսկա։ Ֆրամփե անրով Ռոյդան, 8-րդ։ Բոլոր անոնք, որ ավարտեցին ամսուն 28-ին, ոս պիտի պատվենք սիրենք, դահոտենք իրենց համար, որ շարնագեն իրենց աս ուսումնական շրջանները, որ մինչև վերջ և աստուծո շնորհքով հաջողություն կգտնեն իրենց կյանքում։ Ուրեմն ամսուն 28-ին շրջանավարտներում պիտի գնահատեն։ Ամեն։ Ամեն։ Հալելույա, Մարտիրոջ, բայելի ժողովուրդ։ Միկրոֆոնները պրես կոնֆրանսը վերջացան։ Ոմանք Արամի խոսքը չհասկացան, այսինքն անգլերենով խոսեց, բայց միգուցե հայերենով ավելի լավ է ձեզ համար։ Որտե ուզում եմ ամփոփեմ շատ արագ ձևով։ Բոլորը հասկացան Արամի ասած։ Այո, չեմ հայերեն թարգմանում ես ինձ։ Դրանք անգլերենով աղն ու լույսի մասն էր սիրելիներ, որ ինչպես աղը ինչ համ է տալիս և ինչպես է լույսը մթության մեջ մութն է փակում և էդի գիտեք շատ անգամ նվիրատվության համար է դասարները, բայց մենք կմտածենք, եթե մենք աղ և լույս չլինենք, մենք նույնիսկ նվիրատվության մեջ չենք իմանա ճիշտ ձևը, մենք միշտ կմտածենք աշխարհային ձևով և չենք հասկանա, թե աղ և լույս ինչ է նշանակում, նույնիսկ ամեն ինչի մեջ կարող եմ խոսքը բան մեջ, գործի մեջ, ծառայության մեջ, ամեն տեղ կարող you can apply it in many ways։ Տերը օրհնի մեր երիտասարդներին, որ խոսքը բերում են, բաժնեցում են մեզ հետ և օրհնում են մեզ։ Նուբար ջան, Լիլի ջան, ուրախ եմ ձեզ տեսնելու, ես ուղղաչեմ, դեմքեր, որ չենք տեսնում որոշ ժամանակ, դժվար է, ոչ թե դժվար է, մեկից մեր ուշադրությանը առաջին բուրգից նկալիս դեր, ինչպես է։ Ես հեռաձայն ստացա Արշակ Եղբայր Կուլաջյանից, որ մնացել է Պետրոս եղբորը այցելելու և հեռախոսով Պետրոս եղբորը հետ է խոսում, հանգիստ խոսում էր, հիվանդանոցից դուրս է գալու, դե սիսելներ, եթե հանկարծ ասես, դե գիտեք աբեշուց խոսքով գնան, նախքան աղոտելը, նախքան բան, ինչ էին ասում, ուր է աստվածը, որ մենք լսել ենք ժամանակին, որ ես հրաշքներն էր անում, ես նշաններն էր անում, մարդիկ տրտնջում էին, բողոքում էին, they were complaining, where is the God of the yesteryears? Where is the sign, wonders and miracles? Ահա, ուզում եք իմանալ, որտեղ նայեք Պետրոս եղբորը, որ այսօր կենդանի է, ապրում է, վերականգնվում է և խոսում է և փառք է տալիս Աստծուն։ Եվ եսի որորդ անգամնա, որ Արշակ Եղբայրը գնացել այցելելու իրեն և անենց բան չէ որ կողքի Պետրոսն է, մինչև մի կողքիչ, that's a little deacon Եղբայր, that's what Աստծո տանիքն է։ Եթե մեկս չեն կարող, մյուսը զբաղված ենք, մյուսը աշխատում են, մյուսը այնպես, մեկս մյուսին փակում ենք ես եկեղեցիկա հենց դրանում։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Դե աղոթքով առաջնորդվեք, որ այսօրվա խոսքը մեզի լավ խոսի։ Ամեն։ Փառք եմ տալիս քեզ Տեր,
քույրերիս, եղբայրներիս համար վկայությունները այն ամեն բան, որ դու մեր միջոցով կատարում ես։ Եվ այն պահն այմատել, որ քո հաղթր մարգարիտները պիտի փոխանցեմ եղբայրներիս, քույրերիս, որի մեջ դու ես հեղինակը, դու ես կենտրոնը, խնդրում քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ առաջնորդես, միայն ու միայն, որ այն ինչ որ պիտի կիսվեն, քաջալի, մխիթարի և ավելի ու ավելի մեզ, հասցնի այն նպատակներին, որ դու մեզ ստեղծել ես այս աշխարհի մեջ, քո կամքը կատարելու երկիր վրա ինչպես որ պատրաստված ես։ Հալելույա։ Ամեն։ 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 Աստծո։ Ով է հիշում անցյալ կիրակի օրվա քարոզը։ Ուրեմն լասանից մեզ։ Ապա խապ եք ասել շուտ խոսացել, որ ինձ լավ զգամ ինձ։ Աստծո ձայնը լսել։ Եվ ինչպես կարող ենք Աստծո ձայնը լսել? How can we hear God's voice? Not his audible voice, ոչ թե իր բարձրաձայն ձայնը, ինչպես մարգարեներն էին լսում։ Աստծոն ոչինչ ես չեմ կարող ասեմ, Աստված ինչ կարող անի, ինչ չի կարող։ Բայց այս դարի մեջ ենք ապրում, այս դարի մեջ Հիսուս ասեց ավելի լավ որ ես գնամ, որ ձեզ ուղարկեմ օգնականը, the helper, Holy Spirit, երրորդության երրորդը, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստծուն եմ ուղարկելու ձեզ, Սուրբ Հոգին առաջնորդի եւ մենք Սուրբ Հոգու դարի մեջ ենք ապրում։ Սուրբ Հոգին է առաջնորդի, Սուրբ Հոգին է խոսում եւ տարբեր կետերով խոսեցի ձեզ հետ եւ ես սիրելիներ պատրաստված ունեի up until yesterday I had a message completely different than today. Բոլորովին տարբեր քարոզ էի պատրաստել, գրել համարները եւ այլն, բայց միտք եկավ ինձ, որ դու խոսեցիր անցյալ կիրակի լսել, ինչպես լսել Աստծո ձայնը, զանազանել, to discern his voice in our thoughts, գիտեք, երեք տարբեր առումներ կան, there's three sources that come to our thoughts, շատ բան են մտքեր անցնում, հազարավոր մտքեր անցնում, մտքեր որ մերն են, մտքեր որ չարից են, մտքեր որ Աստծոց են, ինչպես կարող ես դու զանազանել այդ բաները ձայն, մտքերը որ ճիշտ առաջնորդվես եւ էմոցիոնալ քայլեր չանես, not to take emotional steps, but be led by the Holy Spirit, Սուրբ Հոգով առաջնորդվես, օրինակներ տալիս, խոսքի օրինակ, եթե միտքդ գալիս է, ուզում ես սոված ես, ասում ես մենք այդ գնամ նստեմ ուտեմ, էդի քո միտքն է, միտք եկավ, կամ ուրիշ մի բան հաստատակ գործի առումով եւ այլն։ Մարդիկ առավոտները արթնանում են եւ մտածում են, թե ինչպես թալանել, վանք, կողոպտել, սպանել, ծեծել, ջարդել, քո կարծում այդ միտքերը որտից է, սատանան եկալել այդ միտքը ու սենց խառնում է։ Եւ մարդը թակարդի մեջ աղնդնում առանց իմանալու։ Մենք որ ձուկ բռնելու ենք գնում, ծայրը, ձուկ բրկարդի ծայրը կեր ենք դնում, որ ձուկին բռնենք։ Նույն ձևի էլ սատանան ունի կերեր, որ դնում է կարդի վրա։ Մի հատ լավ գիրք կա, Bait of Satan, սատանայի կերը, bait, որ քնծում ես, որ դրանով է, ջամբվի, եթե չեմ սխալվում, այդ գիրքի մեջը տարբեր ձևի, թե ինչպես Սատանան օգտագործում է տարբեր փորձեր, կերեր, եթե կարելի ասել, որ խափանի ինձ եւ քեզ որ այդ դի մենք համար խոսքը ասում է take captive of these thoughts. Take captive, որտից է գալիս էսի բռնի այդ միտքերը, ձերբակալի, եթե որ ավելի խորած այդ միտքը ասում է ձերբակալի, arrest those thoughts. Հետո գալիս է խաղցել ձայն, հիշում եք անցյալ կիրակի օրը խոսքը կիսվեցի եւ ասում է երկրաշարժի մեջ չէր, քամու մեջ չէր, բայց այն
խաղաղ ձայն եկավ։ Եվ ձայնը գալիս, որ երեկվիսի բաներ ասում, որ եթե բռնեցիր, եթե հասկացար, եթե լսեցիր, առաջնորդվեց Սուրբ Հոգով։ Ինչու էս փոխվեց իմ քարոզը։ Փոխվեց քարոզս, որովհետև խոսքի օրինակ, երբ որ Աստվածաշնչյան դպրոցն ենք գնում Լաս Վեգասում եւ անցնում ենք ավետարանություն, ինչպես ավետարանել խոսքը։ Դասերը անում ենք, բարեր լսում ենք, դասավանդողը ուսուցիչը մեզ սովորեցնում է ավետարանությունը ինչա, տարբեր օրինակներ ինչպես ավետարանել, երբ որ դասը վերջանում, գիտես ինչ ենք անում, հելնում ենք փողոցները։ Լաս Վեգասի փողոցներն ենք հելնում եւ ավետարանում ենք։ Զույգ գնում ենք, ինչի պիտի Եհովա վկաները մեզի հաղթեն, ինչ պիտի մորմոնները ընգնեն, մենք էլ առնում ենք Աստծո խոսքը և գնում ենք դասարանով ավետարանելու խոսքը, աղոթում ենք բոլորս իրարու հետ ու զույգ գնում ենք և ամենալավագույն դպրոցը դա է, այսօրով ես շատ քրիտիկ եմ լսում, a lot of criticism to theological seminaries. Որտեղ լսնում են, but practical բաներ չկա, որ սովորել, որ հելեն դուրսերը, մարդիկը տարբեր պարգևներ ունեն, և այսօր շատ մարդիկ կարող են քարոզել խոսքը. A lot of people can preach the message. Just because you can preach doesn't make you a pastor. Որ քարոզումը չի նշանակում, որ հովիվ ես, կարա Սարաքյալ լինի, կարա Մարգարե լինի, կարա ուսուցիչ լինի, ուսուցչուհի լինի, Մարգարեի լինի, և այլն խոսքը, բայց պարգևը ինչը դու այդ գծով ես գնում։ Եղբայր Յուքսելը, մի հատ Ռաֆի Շահվերդյան կար պարսկահայ շատ յուրահատուկ անձ է ինքը, խոսք ուներ կասել, այս մարդու ոչինը սա է, այսինքն ինչ էր, որ ինքը քարոզի, գալու է սրա, Բիլի Գրահամը, ինչ էր քարոզեր ամենաբերջում, evangelism, salvation, պետք փրկության մասին գնալ, էդ է, այդ մարդը, նույնպես է Յուքսել եղբայրը Թուրքիայի, եղբայրս իմ, էդ է իրա ճանապարհ, ինչ էր քարոզել, փրկությանը, ապաշխարությանը պետք գնալ։ Պասկուալը, որ սկսի խոսել, ինքը գնալու է, ազատագրության է գալու, that's his gift, talent, Աստծո կողմից տրված։ Այսինքն, այս բոլորը ասում եմ, որովհետև ամեն մեկս յուրահատուկ պարգևներն ենք Աստծո կողմից տրված, որ օգտագործենք իր թագավորության մեջ։ Հիմա այս ամեն ինչը ասում եմ, եւ քարոզը փոխվեց, եւ այսօրվա խոսքը ոնց որ ձեզ հետ կիսվելու է մի հատ հեքիաթ։ Ուղղակի հեքիաթ, it's a story, but it's a testimony, վկայություն։ About 20 years ago it started, մոտ 20 տարի առաջ սկսեց։ 20 years ago, more or less. How to hear from God, ինչպես Աստծոց լսել։ I have shared with you, God willing, that I will be preaching in the Church of Ephesus in August in Turkey. Առաջ Աստված Եփեսոց եկեղեցում Թուրքիայի մեջ կքարոզեմ ես օգոստոսի 9-10-11 ընթանի օրվա մեջ։ Պարզ չի բոլորովին ինչ սպասեմ, it's not completely clear what to expect. I don't know how the government looks at certain things, չգիտեմ պետությունը ինչպես է մոտենում այդպիսի բաներին, գիտեմ որ հայկական եկեղեցի մեջ հանգիստ տարած քարոզես հայերին, բայց թուրքերին քարոզի հայը Թուրքիայում չգիտեմ, but I know it's God's call, գիտեմ որ Աստծո կանչն է։ So ինչպես այս ամեն ինչը սկսեց, how did all this happen? Հիշում եք ասում է, երբ որ դու ծոմի մեջ ես, գետերից մեկը was fasting last Sunday, եթե ուզում ես Աստծոց լսես, ծոմի մեջ շատ պարզանց, որտեղ կենտրոնացած ես Աստծո խոսքի վրա, կենտրոնացած ես ինչի համար ծոմ ես պարան։ When you're fasting, you're so focused on what God is saying and doing.
And we decided to take a biblical trip to Greece. Me and my wife. Ես եւ ինձ որոշեցինք, որ գնանք Հունաստան, այն ճանապարհները ինչքան որ հնարավոր Պողոս Արաքյանն է եղել. The places that Apostle Paul had been. I was in the midst of a 40-day fast, 40 օրվա ծոմի մեջ էի ես. Միայն ջուր եւ հյութեր խմում. Եվ երբ որ ճամփորդության անցավ 33 օր արդեն ծոմի մեջ էի, 10 օրով էր մեր ճամփորդությունը Հունաստանում. It was going to be a 10-day trip. So առաջին 7 օրը Հունաստանում լինելը, վերջի 7 օրներ 40 օրվա ծոմի մեջ։ Եվ այդ 40 օրվա մեջ ես գրած բաներ ունեմ, որ հետաքրքիր է թե Տերը ինչ գործեր կատարեց, amazing signs, wonders and miracles happened during this amazing trip. So, we were taking a boat, Rhodos Kyrgyz, we were going from the island of Rhodes to Patmos. Patmos Kyrgyz. Patmos is where the book of Revelation was written by Apostle John. Հայտնության գիրքն էր գրված Պատմոսում եւ ուզում ենք գնանք այդ քարանձավը մտնելու։ Եվ քիչ կիսվել եմ սրա մասին, բայց այսօր ես բոլոր միտքն եմ տալի, ես ուզում եմ ասի ավելի ուշ ասի նախքան գնալս, բայց քանի որ հենց անցյալ կիրակի օրը Տիրոջը լսելու մասին էր, կարծում եմ որ էսի ճիշտ ժամանակ։ Ուսից ուշադի նայում եմ Թուրքիայի, մոտավորապես 200 yards away. Թուրքիան դեմս ասենց, ու անցնում եմ ասենց նայելով, ու Սուրբ Հոգին խոսեց։ The Holy Spirit spoke. Ասեց, one day, մի օր, դու այդ երկրում կքարոզես քրիստոնյա թուրք եղբոր հետ։ One day you will preach in this country with the Christian Turkish men. Okay? Where did this come from? Here comes the discernment. Zana zane. Is it my will? Ես ցանկություն չունեմ, ոչ միտք եմ ունեցել, ոչ բան, որ ելնեմ գնամ ընդեր քարոզել։ Սատանան, Սատանան ոչ մի դեպքի ասի գնա քարոզի։ Կարա խապի քեզի վնասելու համար, բայց նո, ստեղ միսի բան գոյություն չունի, սուրբ բարձա որ սա գալիս է Տիրոջից։ Elimination process, գիտես չէ, multiple choice դպրոցում դասեր որ տալիս են, you eliminate եսի չիլինի, so you come to the conclusion, am I being led by the Holy Spirit? Նույնիսկ երբ որ խոսք ես ստանում, հալած յուղի նման հայրեն որ ասում, չես վեկալու առաջ գնում, you test it, you pray for it. Տերը չի վռազում, God is not in a hurry, չի ասել, չանեցին մոռացի. No, he knows. He knows who he has in me. Ինքը շատ լավ գիտի ինձ քեզ ինչպես է ստեղծել եւ ինչպես քո հետ խոսի, ում միջոցով խոսի, Աստծո խոսքով խոսի, ձայնով եւ այլն։ Եվ ասեցի, եթե հիշում եք, ինչքան ժամանակ անցկացնես Տիրոջ հետ, այդքան բարձ կլինի թե ինչպես կարող ես Տիրոջից լսել։ The more time you spend with the Lord, the clearer it will be for us. So, Սուրբ Հոգին այդ խոսքը տալով, որ մի օր այդտեղ ես կքարոզեմ սա մի 20 տարի առաջ էր։ Ես այս ժուրնալ ունեմ, I have this journal, ու սենց երևի մի 15-20 ունենամ։ Ամեն քարոզում միշտ ես թուրք գրիչ, թուրք և այսպես ժուրնալ այդքևի։ Քարոզներ, որ լսել եմ, գրել եմ սեմինարներ, որ եղել եմ մեջ եկան, ու մի օր Յուքսել եղբայրը բեմից իր վկայությունն էր տալիս միջազգային եկեղեցիում. He was giving his testimony. Այն ինչ որ ինքը անցել է եւ շատ ծանր բաներ, իրան ահավոր հալածանք է Թուրքիայի կողմից, թուրքերի կողմից։ Բանտն են գցել, անգերներին են ծեծել, դանակով խփել, շատ բաներ են արել իրենց, իրանք հազիվ են փրկվել, հայերը իրենց շատ են օգնել,
քրիստոնյա ավետարանիչ կորեացիա իրան տվել Աստվածաշունչը 3 անգամին կփորձել է իր կյանքը վերջացնի շատ զորավոր վկայություն ունի այս եղբայրը եւ քույրը իր կինը Անգլիայում իր կյանքն է տալիս Դիժլեն Հիսուս Քրիստոսին հայրը զանգում Անգլիա ասում աղջիկս ինչպես ես Դիժլեն ասում ո պապաջան ես շատ լավ եմ ես խելոք աղջիկ եմ դառել ավելի խելոք բան ինչ բանով որ քրիստոնյա եմ դարձել եւ ասում հորս ձայնը կտրվեց մեկը պես ամբողջ հանդեֆոնա Դիժլեի կնոջը 2 days later երկու թուրքեր գալիս են վերցնում են Անգլիայում Դիժլեին դանակը դնում են դզին սկսում են վիզը բան անել եւ ինքը սկսում է հոգեվոր երկեր հայրը ուղարկում է երկու assassins եթե կարելի ասել մարդիկ որ գնան իր աղջկան սպանեն որտեղ պատիվ չի որ ինքը Թուրքիայի մեջ չգիտեմ ինչ պաշտոն ունեցող մարդ որ իր աղջիկը քրիստոնյա է դառել ընդհանուր ես ուզում եմ I want to paint a picture ներկայացնեմ թե ինչպես ինչերի մեջ ով այս եղբայրի ընտանիքը եւ ինչպես է նվիրված Հիսուս Քրիստոսին ոնց որ գործ արաքելոցի մեջից մի երկու անուններ կարելի է այնտեղ գցել Յուքսել եւ Դիժլեն մեր քույրը սկսում է երգել հոգեվոր երգ ու ասում է դանակը sense գցում են ու թողում դնում են instantly they drop the knife and take off ուստեղ մի քիչ միջև այսօր էս դեր կա spin շրապ the scar is still right there so այս երկու գեղեցիկ հոյակապ Աստծո նվիրված մարդիկը որ տարիներով իրարքան հանդիպում ենք իրար առաջի անգամը որ ես Յուքսելին Ռաֆի Շահվերյանի միջոցով զանգ եմ ստանում որ ներսես այսպես մի հատ եղբայր կա Յուքսել անունով ինքը գլենդելում է եթե կարող ես մի հատ իր հետ հանդիպի գնում եմ հանդիպում եմ Յուքսելի հետ սկսում ենք խոսել պատմում եմ իմ պատմությունը թե ինչպես իմ պապիկս իր ընտանիքը ջարդի մեջ է եղել, մենակ ինքն ու իր մեծ եղբայրն են, որ ապրել են Էրզրումում են եղել եւ այլն, արդյունքները սկսում են գալ, ներողություն է խնդրում ու փոխհարաբերություն է սկսում ու մտքից մեջը մեկից հիշում եմ։ Մի օր դու քարոզես Թուրքիայում քրիստոնյա թուրք եղբոր հետ ու հարց եմ տալիս, տեր, այդ չեմ բռազում, չեմ թռնում ես խոմեկում, տեր այս այրնա, պարզա, բայց պետք է շատ խելացի համբերությամբ մոտենալի խոսք ես ստային Աստծոց Is this the brother that I am going to share in Turkey? Okay, բայց ու գնալով, Յուքսել, what do you think about coming to Las Vegas? Կարաս կա, ուզես Las Vegas գաս Եվ հարությունը տեսել այն հիշում ան ներկա էր 6 ամիս ընդեղ ծառայեց հայկական եկեղեցիում վիրապի ոտը լված եւ հիշում ես he washed the foot of one of the Armenian brothers արցունքները թափում են ազատություններ մարդիկ որ ատում էին արտահայտություն կայար սրտերի մեջ Թուրքիայի դեմ տեսան որ չէ դες ինչ լավներն են կա ու շատ հիմական շարժ կա Այսպիսով փոխհարաբերությունը սկսում է եղբոր հետ, որ իրար հետ մենք խոսալուց ենք գնում, ասում է, brother, աղբարիկ, աղբարիկ, you are my David, I am your Jonathan. Դու իմ Դավիթն ես, ես քո Հովնաթանն եմ։ Ասում եղբայրս, you are my David, and I am your Jonathan. Բայց այդպիսի հետաքրքիր է, մի հատ International եկեղեցի մեջ եթե մտնես, վերևը դրոշակներ են կախված, լիքը դրոշակներ, տարբեր երկրից մարդիկ որ եկել են դրոշակ են կախել, երբ ես մտա տեսա Թուրքիայի դրոշակներ կարան դեր։ Հետո իմացա, որ շեֆ Պողորն էր, որ Թուրքիայում ընդ ծառայությունի է գնացել, ինքը իտալացի է, բայց թուրքական դրոշներ կախել, ես գնացի մի հատ հայկական դրոշ բերեցի ու հենց թուրքական դրոշի կողք ասեցի դրեք։ Ու դրեցին որպես միություն, որպես ներում, որպես խաղաղություն, բոլոր աստվածաշնչյան բաների համար, այդ մտքով։
Ու այս ճամփորդությունը ընթացքը, this journey began. Եվ տարիների ընթացքում իրանք գնացին Թեքսասից Կոլորադո եւ հիմա իրանք կանչված են Աստծո կողմից, որ հայտնության գրքի 7 եկեղեցիները բարձրացնեն. To raise the 7 churches in the book of Revelation in Turkey. Քրիստոնյա եկեղեցիներ. Yeah, the first one is the Church of Ephesus. Հիմա ինքը Եփեսոսի եկեղեցում է։ Քարտեզի վրա պետք է նայեն, չգիտեմ ոսկի, ինչքան ինձ ասեն ծովափի մոտ է. It's by the sea. So, I don't know, Իստանբուլից ինչքան հեռու է, ոնց հանձնված Տիրոջ ձեռքերի մեջ պատրաստվում եմ աղոթքով։ Եվ այս ամեն ինչ ասելով հասնում ենք ինչ կատարվեց, երբ որ Հյուքսելը վկայում էր ինչեր էր կատարվել այդ ամեն ինչը, որ ձեզ հետ կիսվեցի, ամուսին եւ կին փախնում են, որ չսպանեն իրենց Թուրքիայում, գալիս են Ամերիկա եւ այդ վկայությունը տալիս է, մեջը նստած ալնում տղաս իր մամայի հետ եւ Սամին հունվարի 19-ին 2010 թվականին, որը ինքը 6 տարեկան էր, he was 6 years old. But the prophetic gift was in him. Մարգարեական պարգևի մեջ, this was not the first time. Սա առաջի անգամ չէր, երկրորդը չէր, երրորդը չէր. Սամին 5 տարեկան էր, մանկապարտեզն էր գնում, միջազգային եկեղեցի։ Միշտ երբ որ մեկը կգար աղոթք խնդրեր, երկու անցկային փոքրից, որ կանչում էին աղոթքի մանկապարտեզում։ Մեկը Սամին էր, մյուսն էլ Երիշե անունով, Իլաջա։ Փոքրիկ բալուրի երեխա են բերում, որ իր ուղեղի մեջ ջուր կա եւ գործողություն տյանը. They're gonna do a surgery. Ու Սամինը գալիս որ աղոթի եւ Սամին շատ խարիզմատիկ բնավորության երեխա է եւ երբ որ ինքը աղոթում է շատ իշխանությունով ինքը աղոթում է praise with so much passion եւ աղոթեց որ այդ ջուրը մաքրվի երեխայի ուղեղի մեջից։ Մայրը վերցնում է երեխան ու գնում է հիվանդանոց որ գործողությունը անեն։ Եվ նկարում են նախքան անելը տեսնում են ջուր չկա։ They take the picture, no water in the brain. Մի հատ ուրիշ ապարատ են բերում, ասում են երևի չի աշխատում, երկրորդ նկարն են անում, no water։ Բոլորովին ոչ մի բան 100% հրաշք, մայրը վերցնում է երկու նեգատիվները, միտեղ որ ջուրը կա, նկարը մյուստեղ էր որ ջուր չկա, բերում է միջազգային եկեղեցի վկայությունը տասը ինչպես Տերը օգտագործեց փոքրիկ 4-5 տարեկան երեխայի միջոցով, and he's been miracle after miracle, հրաշքներ ու հրաշքներ։ Ինքը կմտներ մոր հետ Starbucks, այս Starbucks-ում բոլոր ովքեր որ նստած են մեջը, մեկ կար, մեկ ամեն սեղանին կմոտենար և կասեր, դուք հավատում եք Հիսուս Քրիստոսին։ No, դուք հավատում եք ասում, do you believe in God? Ամեն կասեր, սս կնայեն ես ու բան։ Ունքս ես կաններ։ Այո, good, I'll see you in heaven։ Կտեստվեք դրախտում։ Ու դες մեկ կար, մեկ կմտնեմ իչը մի հատ ուրիշ մի հատ, երիտասարդ մեկը կար, նրան են մոտիկացավ, հացը տվեց նորից, do you believe in God? Վիրավորվում այս տղան, մեկից հնում ադուրսն է գնում նստում։ He gets offended, doesn't like it, gets and sits outside։ Սամին նեղում այսով էր։ Ոնց է դու, ես քեզ հարց տամ ու թող ես։ Գնում ասում են չեք դու, ընդեղ աշխատողներն ասում են, why did you let this guy inside? Ինչ եք թույլ տվել, որ ինքը ներս կա։ Մայրը ասում է Հիսուս այդպես կվերաբերվի տաս։ Ասում է նո, ինչ կանենք Հիսուսը։ Աղոթենք իրան ասում։ Ու վերջացնում է իր անելիքը, իրենց կոֆեն եւ այլ խմիչքները տեսնում են, they start walking out, այդ տղան դուրս նստած է, and Sammy turns around, I'm going to pray for you. Չի վերջացել դեր գործը Սամի։ Ես կաղոթեմ քո համար ասում այն երիտասարդին։ Այս անգամ երիտասարդի սիրտը արդեն ասես
Ու անունը արդեն իմանում ա, որտեղ Սամին է արդեն Sammy, եւ ասում you know what, Sammy, keep praying. Շարունակի ծաղոթել։ Իմ հայրս ուղիղ էր, my father was a pastor. Ու ասում ա ես շրջվեցի կյանքից ու հեռացա։ Ուսուցումը սիրտը բացել 5 տարեկանի starts sharing his testimony, his life with a 5-year-old. My gosh, all we need to do is open our mouth. Մենք մեր բերանը եթե բացենք, դերը մեզ կօգտագործի։ Ինչի եմ այս ասում ես ձեզի, I'm painting the picture who Sammy is. Գնացել է իր խաղին, 5-7 օրը, ես Արիզոնայից քանի խաղեր կա, որ Southern California են խաղում, և խաղի ժամանակ հարված մի հատ ստացավ երեսի ես կողմին ու ընկավ, slight concussion, դատավոր սենց արեց, որ եկան բան, որ ինքը հենց տեսավ, որ մեկ գալիս է, այդ վիճակից հելավ ու սկսել բացել, որ ինչ այլա խաղից դուրս չեղան։ He does not want to get out of the game. Հետո վերջում մեկանք ստուգեցին, բան տեսան, որ leakage, slight concussion, SS, ինչ են կանում, ձերս դրեցի թուշին, աղութեցի, հարկիրոջ, ու առաջ։ We move with God. Մի վարկյան չկար, որ ասենք, հայրես, մայրը, տղաս, I know my son is tough, but he took a big hit, հարված ստացավ, but mama pray. God has a plan for him, աստծո ձեռքի մեջ է, հայրես, մայրես մենք սահմանապակ ենք, I couldn't help my son, չէի կարող ոչինչ անել, but God can. And so, Տերը վերցեց այս փոքրիկին, հունվարի 19-ին և ինքը սկսեց խոսել. He started speaking. Նորից, he has said things մի անգամ սենց անկողնում պարկած էր, ու սենց վերև էր նայում, Օվսաննա, ինչքան իսվեր եմ ձեզ հետ, քույրիկի համար մենք Օվսաննա խեղդվում եմ, շիշչոկին, ինչու շատ բաներ, ներսներ բան չեր աղայտում իմ մեծ աչ։ But God spoke to him so that we could know we need to help. Ուրեմն, այսպես է սկսեց Սամին խոսալ։ Լսելով Յուքսելին, after watching Pastor Yüksel giving his testimony, Sammy started speaking. Մայրը գրել է, սրա մեջ։ Can I fly to Turkey? Հարցատալի Sammy, կարող եմ թռնել Թուրքիա? Մայրը ասում է, yes, but with a visa, վիզայով։ Is it daytime or evening time now in Turkey? Երեկոյա թե առավոտ է Թուրքիայում։ Մայրը ասում է ինձ, morning over there since it's evening here. Եվ սկսում է անկարեական խոսքերը։ Daddy, Pastor Yüksel and I will fly to Turkey. Ինքը բոլորովին չգիտի, որ դերը մենք ինչ է խոսած է։ We will fly to Turkey. Երեկոյս թռնում ենք Թուրքիա։ I need 2 vans, 2 horses and 1 donkey. Կարծում եք 6 տարեկանը։ Երկու տենապետ, երկու ձի եւ մի հատ էլ էշ։ Մի հատ էլ ավանակ։ This is all prophetic. When we arrive in Turkey, we will go to prison and it will be open. The doors will be open. Գնալու ենք բանտ եւ բանտի դռները բաց են լինելու։ Ես սա կարծում եմ եւ կարծում եմ սա հոգեվորապես մարդիկ կապված են լինելու, մարդկանց ազատագրելու կարիք է լինելու։ Չեմ կարծում, որ սա ֆիզիկական մի բան է, որ մենք պետք է Թուրքիայում բանտ գնանք։ Բայց հանձնված տեսնենք ինչպես է առաջնորդվելու։ We will walk in and free the good people. Լավ մարդկանց ազատելու ենք։ Also, Mom, we need helmet, sword, and a shield to protect us. Ուրեմն ես գիտեմ ինձ ինչ է պետք։ Ինձ պետք է փրկության։ Սավակ,
ինձ պետք է բահանը հավատքի եւ ինձ պետք է Աստծո խոսքը որպես թուր։ That's all I need. Then, when we free the good people, I will go to the men that hurt yourself and beat them. Մայրացում ինչու համար օգնում ասում չենք ծեցի կահոթենք իրանց համար I said that Pastor Yüksel will not մայրացում Yüksel չի կարա հետ ներադառնա Թուրքիա դեռ որ գնա Իրան ձերբակալեն էս տարիներ առաջ էր բայց հիմա արդեն շատ բարփոխված է որպես ամերիկյան citizen Sammy said, one of the good people that becomes free from prison will help Daddy and I and will translate for us. Լավ մարդկանցից մեկը, որ ազատում ախոքնելու է մեզ։ Again, այս ամեն ինչ կբացահայտվի շատ հետաքրքիր ձևով։ Հիմա վերջի նախադասությունը Սերգեյ կողմից The 2 horses are for Daddy and Yüksel, and the donkey is for me. But it will go as fast or faster than the horses. Երկու ձիերը հայրիկի և Yükseli համար են։ Եվ ավանակն էլ իր համար։ Եվ ավանակը ավելի արագ, եթե ոչ նույն արագությունով, ինչպես որ ձիերը։ Այսինքն մարգարեները հին կտական մեջ, նույնիսկ նորի մեջ Լագապուսը և Պողոսարաքյալի հետ որ բաղի մեջ էր սա մարգարյանում և կասեին Thus says the Lord, ահա է ասում Տերը և կխոսեին ստե որ ինքը ասում է ես ավանակ ինձ համար այլ խոսում է Հիսուսի մասին So this is what awaits. Հիմա ինչպես իմացանք իսկան տարիներից հետո որ ժամանակն է, եւ patience, համբերությամբ պետք է մոտենալ because it is important that we do things in God's timing. Ես այս կարմիրով գրած մի քանի բաները փնտրել եմ չեմ Տարիներով նայել եմ չեմ գտել արդեն թողել էի եւ բոլոր մնացած մյուսների հետ շարված եմ գիտեի մի հատ կամ մանուշակունի հետ էս աթոռների գույնի մի հատ կար կամ էսեր նայել եմ ասել էջեր գիտեի որ վերջն է մի դե ոյսի հակառակ կողմներ գրված ման չի գտնում I couldn't find it Yüksele զանգում է ինձ ախպարիկ I'm gonna be in America գալիս եմ Ամերիկա Can we meet in Pasadena? Կարող են Pasadena, շատ է ուզում գար քարոզել, բայց գրաֆիկի իր այնպես է, որ չստացվեց, որ կիրակի օրը ստելին էր։ Գնացի, իրար հանդիպեցին, ոնց որ տարի չտեսած իրար երկու եղբայրներ, իրար գրկելով, սենց բռնել ենք իրար, ոնց որ չթողենք հանգարց, we're hugging each other, holding each other, կինը ներսը նստած էր, գնացին կնոջնելու լոյդան հետս էր, իրար հետ նստեցին, խոսեցին, վկայություն ես, and Brother, եղբայր, when are you going to come to Ephesus to preach? Երբ ես գալու Եփեսոս քարոզելու։ Երբեք ես չէի գնում որ ես գնամ։ Հիմա ժամանակով սպասում էի խոսքին, սպասում էի Տերը առաջնորդի։ Երբ որ ինքը ասեց, ասի օքեյ, ժամանակն է։ 20 years. 20 տարի սիրել Եվ տուն գնացի, ասետ խոսքը, որտեղ է, ես վերցնում եմ մյուս գնացածների մեջից, բացում եմ դեմս։ Ես կան տարիներ փնտրում, նույնիսկ սա դերը, թակցրել էր իմ աչկերիցս, որ հանկարծ չկցրեմ, որ ինչ, և Yükselին տեսնելուց հետո, նորից, նույն բանը, որ քանի անգամ բացած, նայած կան,
բացում եմ եւ անհատեմ սա։ Ու կարդում եմ, օքեյ, հետս ինչա պետք որ ես անեմ։ Ինչա պետք որ ես հետ տանեմ։ Փրկություն, խոսքը ինձանիմի, հավատքը կանգնեմ հավատքի վրա եւ խոսքս, Աստծո խոսքը տանեմ։ Այս բոլորը սիրելիներ Գալիա Օգոստոսին, երբ որ զանգեցի իրարացի յուքսե եղբայր, պետք նավ ես Հայաստան, ընդեղ մեր անհայր երեխեքի ծառայությունը պետք է անցկացնեմ օգոստոսի 1, 2, 3-ը, դրանից հետո հարմար եմ։ Brother, you're welcome։ Դասավանդուր սպասում։ Այդակույր քույրերով աղոթների գալիք, ծովի գալիք, Nature's վախ, no, nothing։ Այն ինչու խոսքը գրված է։ Խոսքը գրված է։ Այս ամեն ինչը կիսվում են ձեզ հետ սերներ, for one reason and one reason only։ Միտքը, հոգիդ, բաց բան։ He speaks։ Խոսք որ կարդաս խոսքը կթարնեն գիրկը։ Number one way God speaks to us is the Bible. Աստվածաշունչը խոսքը համար առաջ։ Բայց եթե խոսք ստանաս, խոսքը մի վեկալու սկսի վազել առակ։ Վեկալ, նշակի, աղոթի, խոսա, ինչպես որ Տերը խոսեց, արշակ երկրոր միջոցով, թե ինչպես մի օր, մենք կտեղափոխվենք կողքի սրահը, Այդ օրը երբ որ գա, այս ատոմները լիքը կդինեն, այս ատոմների տեղ չի լինելու, երբ ինչպես խոսքը վերցրել են։ Նորից ասեմ, որ հիշեք, երբ որ ես այդտեղ առաջի անգամ կողքի սրահը մտա, սենց նայելով գնում եմ Արշակ եղբոր հետ, որ ծանոթանամ Pastor Tibbs-ի հետ, եւ Սուրբ Օգնին խոսեց, ասելով, որ մի օր դու ստեղ կտեղափոխվես։ Սիրել եկեղեցին ինչքան մեծանում այդ կանել գլխացավն է մեծանում, խնդիրներ կարող լինեն, բայց դա է ծառայությունը, ինչպես որ խոսքն են կարդում։ Փառք Աստծուն լինելու համար պետք է լինելու ապաշխարություններ, ավետարանություններ եւ այլն։ So այդ ամեն ինչը լսելով ես հարց եմ տալիս Տիրոջը, Տեր, եթե երբ որ մենք մեծանանք, Pastor Tibbs-ը օքեյ կլինի, որ մենք այնտեղ տեղափոխվենք։ Ու այդպեսով մնում է, դերսնում եմ ասենք ու մշակած թողում եմ խոսքը։ Թող մեջս լստի, ոչ մեկին բան չեմ ասում, ոչ մի խոսք, և երբ որ 3 եկեղեցիները դեկտեմբերի մեջ հավաքվում են իրար հետ, որ Սուրբ Ծնունդը նշելու, ես նստած եմ այդ սրահի մեջ և Արշակ եղբայրը գալիս նորից փոխը և խոսացել եմ սրա մասին, բայց միշտ չի որ բոլորը ներկայանում են, բոլորը գիտեն։ Արշակ եղբայրը գալիս փոխս նստում, ասում է Ներսես եղբայր ասեց, դու գիտես, որ Pastor Tibbs-ը ինձ ասավ, որ երբ որ եթե դուք ինձ մեծանաք, դուք կգաք ընդեղ, մենք կգանք այստեղ։ Աչքիլեմ դու կհիշես։ Հա? He doesn't know, եղբայրը չգիտի ես ինչ Սուրբ Օգուս լսեցի, ինչ հարց տվեցի Աստծուն, բայց Աստված պատասխանեց նույն մարդու միջոցով, երբ որ այդ ժամանակ, so սիրելիներ, as I close, փակելով այսօրվա խոսքը, be attentive in his voice. Get closer to him, մոտեցեք Տիրոջ խոսքը, կարդացեք ամոթքի մեջ մի դատապարտեք ձեզի, don't condemn yourself, սխալ ես անում, get back on the horse, հետ հեծանիմի վրա հել, Են ասում որ անկար հեծանելից հետ նստի վրա, որ սովորես ինչպես հեծանել իշել։ Մեր ընթացքն էլ թագավորության մեջ նույնպես է։ We gotta get back on the horse. Some will live it, some won't. It's not important. Կարևորը որ դու ճիշտ ձևով մոտենաս Տիրոջ ձայնին, Տիրոջ առաջնորդության։ Ու երբ այդ ժամը գա, ձեր աղոթքը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ այն, ինչպես որ գրված է, առաջնորդվենք Սուրբ Օգով։ Դրա համար այսօրվա քարոզը համաներ չի լիքը համաներ կա, որ ծառայության ողջունին այսօրվա
Կարակորցարակրություն բացիկ եւ նայեք թե առաքյալները ինչպես եւ որտեղ գնացիք եւ ինչեր արեցիք։ Եվ ահա Տեր մեր փրկիչը այս դուրը բացել է։ Եվ այդ դուրը որտեղ բացվում ոչ մի չի կարող։ Առաջնորդվենք, եթե Տերը ուզում է փակի, կփակի։ Եթե ժամանակը չի կասնա, բայց առաջնորդվում են ձեր հաղորդներով, Տիրոջ զորավոր ձեռքով։ Ամեն։ Մենակ ես չեմ, բոլորս ենք, ամեն մեկս մեր բաժինում, առանց ձեր աղորդների չեք պատկերացնում, այդպես եմ զգում եք աղորդները, մենք կարող եք դեմքեր են գալիս։ I can see your faces when I'm away, and I know you prayed for me. Երբոնացիս։ Լավ, ուսում եմ պատկամա բոլորիս արզեր և այս վերջի երկն էլ քարոզի համեմատ, աստծո խոսքի համեմատ, հավատարիմ ծառա և Տերը ինչ կպահանջի մեզանից, եկեք ոտքի վրա և երկենք և աղոթքով քանի։ Տերով ինձ երբանից Տերը պայծառացնի դեմքը և ողորմի ձեզ Տերը բարձրացնի երեսը բոլորդ վրա և տա իր խաղաղություն Գնացեք, վայելեք այս օրը ընտանյոք խոսեք իրար հետ, ինչ լսեցիք այսօր կիսվեք, Տերը դեպի բան երազ, խոսք, ինչ որ կիսվում ա ձեզ հետ մի վախեցեք կիսվել քույրեր, ձեր առաջնորդի հետ, Կիրակնորյան, մենք մյուսի հետ, ունեք ստեր եղբայրներ, որ տարիներով ծառայում են, մոտեցեք իրենց։ Ազատ, Տեր օրհնի ձեզ, հալելույա։